Աղջիկներս մեր մոտ օրը կիրակի է, վլոգը այս գեղեցիկ տեսանց եմ սկսում, գնում ենք եկեղեցի, ընտանիքով Աննան, Սոֆյան, Էլինան և ես։ Աստված կատարի բոլորիս երազանքները, գնում ենք մոմ վառենք և դուրս գանք։ Ջան, գեղեցիկ ծաղիկներ են, նայեք։ Էլինան կարծեմ երկրորդ անգամ է գալիս, մեկ անգամ Արմենի հետ ենք եկել։ Ջուլբաս, էդ ինչ ես մտածում նստած։ Սամիտր չէ։ Հա։ Երեխեք ջան, գնում ենք հողամաս։ Էդ էլ ասամիտ։ Բայց միջիտ կլուրն է միջ։ Յուսի, կաղա ուրիշ սերմեր է։ Եսի սամիտ։ Դուրս կգայ մի բան։ Բարև Սուսան տատիկ։ Բարև ձեզ։ Ինչ լավ գործի ես։ Կանոնային աշխատանքներ։ Սկսված ենք համարում կանոնային աշխատանքները։ Այս լոբու հետ է։ Գթար։ Հա։ Էսի չէ, էսի ցանելու չի։ Էդ ինչ է բայց։ Էլի կանաչիներ են, բայց սաղից ունեն։ Այսպես Հայաստանից գրված սերմեր երեխեք ջան։ Էս ինչ կանաչի էր։ Սերմեր։ Ահա, ռեհանա էլի։ Ռեհանա։ Հա։ Ռեհանա, բայց երբ կոդեմի սերմ կա։ Может գցեմ։ Հա, գցենք, տեղը շատ է։ Հետո դուրս կգա, կհավաքենք, կչորացնենք։ Հա, ռեհանա։ Էլ Հայաստանից հետդ կիլով չես բերի։ Չէ։ Չէ, Ջուլբաս։ Ջուլբաս։ Ինքը հանգստանում է մի խանգարեք։ Խելոք նստած, այսօր լվաց կաչու ծաղ չի տանում։ Աղաչում եմ մարդիկից մի խանգարեք։ Ծրկեսել ենքան։ Վայես էլ ասամիտ, տես ինչ լավն է։ Այդ մեկ ավելի լավն է։ Էսիկ տարանք։ Կարոչի։ Խոշոր տորտ է, սամիթի, ռեհանի, համեմի։ Այսի չի դեմին։ Բարի ալինել։ Վերցնում ենք մեր շտատիվը, որ դուք ամբողջ օրը մեր հետ լինեք ու գնում ենք մեր հողամաս։ Կարտոֆիլը ամբողջը ցանեցինք, վերջացրեցինք աղջիկներս։ Այստեղ դեռ շարունակում ենք փորել։ Այն վերևի հատվածը մնացել է, մի փոքր փորեցի, բայց պետք է վերջացնենք։ Այստեղ ինչպես տեսնում եք, ընկույզի ծառի չաշկա են ասում, ինչ են ասում, փորեցի, սիրուն մաքրեցի, ավելի այսպես գեղեցկացավ։ Ահա, հիմա որ անձրև է գա, միանգամից ջուրը կհասնի արմատներին։ Այստեղ մեր կլուբնիկն է, հա, ելակի թփերը։ Նայեք։ Անցած տարի շիթիլ ենք արել, դե բնականաբար բերք չենք հավաքել անցած տարի, բայց հույսանք այս տարի կհավաքենք։ Ահա։ Ահա, տեսեք։ Այս է մեր կլուբնիկները։ Այստեղ արդեն մարգերը բացում ենք երեխեք ջան։ Ցանեցինք մաղադանոսը, այնտեղ ինչ է կոտեմը, հիմա մարգեր ենք բացում, որ մնացածն էլ ցանենք։ Խոտը հանելը հեշտ է։ Հեռախոսս դուրսնեմ թողե իմ հին հարևաններից մեկին եմ տվել։ Երկար տարիներ մեկ իրար հետ ենք ապրել։ Ահա։ Մի քիչ մոտիկ բերեմ, որ լավ լսեք մեզ։ Դե որոշեցինք սոխ։ Հա, ուրա մեր սոխը։ Սոխ։ Խոտերը հանենք։
Բարևի, բարևի։ Աննան բարևում է։ Կանաչիներն ենք ցանում, հա։ Սուսան։ Թե մենք ցանում ենք, ստեղ անընդհատ կարտոֆիլ ցանել պրծել ենք։ Ստեղ անձրև է Սուսան։ Հողը դեստեղ աթոռնով անձրև է գալում, մի ջուրիշ ձև է, էլի։ Քիչունա։ Կտրելուց հետո գույնը չի փոխի։ Չէ։ Ջղայնանում ես վրեն։ Հա։ Խի։ Չի գարա։ Կարշոք ես նստացրել։ Հələ տեսարիչ չիշի։ Почему? Լասա молодец։ Էլինա։ Ջղայնանում ես, քեզ էլ են այդ ձևանում։ Հա, մամանք տենց է քո վրա ջղայնանում։ Կյանքս։ Մա կյանքս։ Կյանքը դա։ Դա, ինչ է իր անունը։ Միլենա։ Ուզում ասի ինձ է տենց արեք էլի։ Միլենան քնեց։ Տոտիկի նախ։ Վայ վեր ընկավ։ Վայ։ Հեսա կլացի։ Հա։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, молодец. Ահա։ 1, ջան։ Հա ջան։ Աղջիկներս փայլացնում եմ այս կաստրուլյաներս։ Նայեք։ Քանի որ անցած անգամ առանց ձեզ էի փայլացրել ու արձագանքները շատ եղան ջան, ինչպես էս մաքրում, որոշեցի այս անգամ ձեզ հետ կիսվել ինչպես եմ փայլացնում։ Իրոնք շատ լավն են, ես իրանց շատ եմ սիրում, այն որ երբեք չեմ փչանում, փայլացնելուց հետո ինքը ամբողջովին նոր է դառնում։ Դիտավորյալ երկար ժամանակած չեմ մաքրել, որպեսզի ձեզ ցույց տամ ինչպես է եւ հետո ինչպես է դառնում։ Մի հատ ներսը նայեք, այսպես։ Իրենից ունեմ 4 կտոր, մեծը, միջնակը, փոքրը եւ ամենափոքրը։ Ու հիմա միասին փայլացնենք, ձեզ ցույց կտամ արդյունք աղջիկներս։ Ոնց եմ փայլացնում, ինչեր եմ օգտագործում, ինչ կարելի է քսել եւ չքսել։ Եվ այդ իրա մեկի կափարիչ, որը 1, 2, 3 Բայց ստեղ պետք է լիներ, հա, ստեղ է, ստեղ ուր եմ դրել։ Այս մեկ, այն մեկի մեջ կա թայեփել։ Ու այն մեկը ահա որ կեղտոտ է։ Ну, երկար վաղվան չեմ մաքրել, որ ձեր հետ մաքրեմ, քանի որ շատ եք Աննա ջան, ցույց տուր։ Այդպես օրերը ծրծրվել, ասի հիմա ցույց տամ, ոնց ենք մաքրում։ Սպասեք, կաթը նոր եմ կեփել, դատարկեմ։ Այդենց ընտիր երեխեք կովի կաթը չեք պատկերացնի մեր ես հարևանի, ну, ամենավերևի հարևանի, շուտով մեզ էլի հարևանա դառնալու։ Ինչ փոքր էսպես ցայեմ, որ ձեզ ցույց տամ ինչպես էր, հետո ինչպես է դառնում։ Գազի վրա ենք մաքրելու։ Սկզբից ասեմ, գազը բայց առավոտ շուտ արդեն մաքրել եմ։ Նայեք երեխեք, դեղնությանը տեսեք։ Հիմա կամերան էսպես մոտիկից ավելի ճոխ ցույց կտամ, որ հետո ճոխ հասկանաք, թե ինչպես ենք իրեն մաքրում։ Տեսեք աղջիկներս,
Այս գազը, որ ամբողջովին այսպես միացնում ես, ինքը կողքերը վառում է, այս իր շուրջ բոլորը այսպես սևացնում է, հատկապես եթե երկար ժամանակ ես օգտագործում ու ընթացքում չես էլ մաքրում։ Ես դիտավորյալ չեմ մաքրել, որպեսզի ձեզ ցույց տամ, ինչպես կարելի է ընդամենը 5 րոպեում փայլուն այսպես կաստրուլյաներ ձեռք բերեք։ Ահա։ Ну, իրան որ այսպես նայես, ինքը մաքուր է, ինքը այն տեսակ մատերիալ է, եթե ջուրը մի փոքր վրան չորացավ, ինքը այսպես երևում է, անես չի, որ չգիտեմ ինչ ձև կեղտոտ է, բայց ամեն դեպքում մաքրենք։ Հիմա ինչ ենք անում, անցնում ենք գործի։ Հիմա այս տեսակը կա, մի 10 րոպե հետո ցույց կտամ ամենափայլուն տեսակը, ինչպես է պսպղում։ Ես մենակ այդ հետոն եմ սիրում, ոչ թե ինչպես է եղել։ Դե գնացինք, անցանք գործի։ Սկսում ենք ամենամեծից։ Մեծից անցնում ենք փոքր։ Մի փոքր ջուր ենք լցնում։ Տեսնում եք ինչ փոքր է, շատ փոքր։ Տեղափոխում ենք գազօջախի վրա։ Միացնում ենք։ Ախը լավ բացում ենք, որ ինքը շատ լավ տաքանա։ Հաջորդ քայլը ինչ ենք անում։ Տաքանալուց հետո անցնում ենք գործի։ Վերցնում ենք ցանկացած տեսակի անտիժիր։ Կարևոր չէ հենց այս տեսակը լինի, ցանկացած տեսակի, մենակ այս անտիժիրերը չեն օգտագործում ալյումինե կաթսաների վրա եւ այն թավաների, որոնց գույնը միանգամից փոխվում է, իսկ իրանց վրա կարող եք հանգիստ օգտագործել։ Հիմա կտաքանա ու կանցնենք գործի, ցույց կտամ ինչպես եմ մաքրում։ Ինձ թվում է չեմ հասցնի ամբողջը լվանալ, որովհետեւ անտիժիրը շատ քիչ է, բայց երևի 1-2-ը ձեր հետ կլվանամ, շատ քիչ է ներսում, ես սիրում եմ լավ ճոխ օգտագործել, իսկ խանութ գնալ հիմա չեմ կարող, որովհետև անձրև է գալիս և խանութն էլ մեզանից մի փոքր հեռու է։ Ստուգում ենք, եթե արդեն կաթսան տաք է, անցնում ենք գործի, ուղղակի էսպես բզզնում ենք, այսպես, տեսակ, ինչպես է յուղը հանում։ Նայեք։ Կա և չկա։ Եվ ձեռքի թեթև շարժումով ուղղակի փայլեցնում եք։ Երեխեք ջան։ Ներսն էլ արդեն կարող եք ռակշայով փայլացնել կամ էլ հենց նույն այս տեսակ դեղով։ Վերջում փայլացնում եք ամանների պաստով, որ այդ հոտերը, դեղի ամեն ինչը այսպես մաքրվի, հա։ Տեսեք։ Քանի որ երեխեք ջան նշեցին, մոտ անտիժիրը շատ քիչ էր, վերցնում ենք ռակշա, եթե ձեր մոտ է քիչ կլինի, և սև օճառ, մի փոքր էլ ջուր, և այս տեսակ այն օրն եմ վերցրել, ինքը շուշատ հղտում է, լավ փայլացնում է, ես նրանցի բանն եմ, և այսպես սետ կա, հա, գուբ կա։ Հիմա արդեն ինքը վրայի յուղ ինչպես տեսնում եք մաքրվել է, մի փոքր մնում ու փայլացնենք։ Որ այսպես գոհանում է։ Այսպես չեք գոհանալ, նա վերցում էլ ռակշով եք շփում և վերջ փայլում։ Պատկերացրեք ինչքան եմ համբերել, փորձել կերտոտի։
որպես ցույց տամ ոնց եմ ես փայլացնում։ Ես գիտեմ դուք սիրում եք իմ այդ մոտիվացիոն տեսահոլովակները։ Այդ իսկ պատճառով դիմացել եմ մի փոքր դեռ տակա։ Մի հատ էլ արփառակշով ենք փայլացնում, հայջա։ Ինձ եմ ակում կյանք։ Ինձա։ Կաշա եթեմ։ Հա, լվամու եթեմ, հա։ Ոտքը։ Ինչպես է։ Մի ասենց մաքրում եմ, տեսնում որտեղ դեղ կա կամ չկա։ Ասում եմ դեղին տեղ։ Մի հատ է ներսնենք։ Ինք չեն լսում, բալես։ Հետո կգրենք, ասեմ բարև Մարիա ջան։ Այս ընթացքում չենք մոռանում սուրճ խմելու մասին, աղջիկներս մի հատ սուրճ ենք խմում ու շարունակում ենք մեր գործը։ Քանի որ գիտեք սիրելիներս, ես երկար տեսահոլովակներ չեմ նկարահանում, չեմ էլ սիրում դիտել 30-40 րոպեանոց վլոգներ, դրա համար առանց ձեզ մաքրեցի եւ արդեն ցույց եմ տալիս ձեզ վերջնական տեսքը։ Ընդամենը մեկն եմ ձեր հետ մաքրել, իսկ արդեն մնացածը առանց տեսախցիկի եմ մաքրել։ Էլի նույն տարբերակով եմ մաքրել աղջիկներս, ինչպես տեսնում եք, փայլում է, շողշողում է, անպայման փորձեք եւ ինքներդ էլ կհամոզվեք։ Միայն այս մեթոդը չեն կրկնում ալյումինե կաթսաների հետ։ Ես ալյումինե կաթսաները միայն մաքրում եմ սևոճառով եւ այդ կապույտ սետկայով, ուրիշ ոչինչով։ Ոչ մի դեղեր, ոչ մի բան չեմ փչում, որովհետեւ միանգամից գույնը կորցնում է։ Իսկ այս կաթսաների հետ հանգիստ կարող եք անել այն ինչ ուզում եք, որովհետև ինքը իր գույնը ընդհանրապես չի գցում։ Ես ցանկացած տեսակ անտիժիրերով մաքրել եմ եւ ոչինչ չի եղել։ Դե բնականաբար վերջում էլ մի հատ լավ էսպես ամանների հեղուկով ենք փայլացնում եւ վերջ պատրաստ է, կարող եք վայելել։ Իսկ այստեղ պատրաստում եմ մաննի կաշա, վերցնում եմ կաթ, մոտավորապես կես լիտր կաթ եմ վերցրել, կես լիտր էլ ջուր, ավելացնում ենք մաննին եւ շաքարավազ մի փոքր։ Լավ խառնում ենք այնքան, մինչև լավ եփվի։